ինչու հենց այդտեղ գիշերային, այսպես ասած, ձայնագրողությունից հետո բնական էր, որ պետք է մի այսպիսի շոու բեմադրվեր թեման շեղելու համար, նաև թիվ 1 այսպես ասած հրահանգիչը, ապօրինի հրահանգիչը հրապարակային հայտարարություններ արել էր բազմաթիվ անգամներ, սպառնալիքներ էր հնչեցրել իր դիմախոսների նկատմամբ, քրեական հետապնդում իրականացնելու հրապարակային հայտարարություններ էր արել եւ բնական է, որ ահա այսպիսի հետապնդումներ պիտի իրենք շարունակեն ու ել ավելի մեծ թափով անեն, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ընտրություններում ինչ արդյունքներ են արձանագրվել, տեսնում ենք, որ իրենց բաղձալի ձայները իրենք չեն ունեցել եւ հիմա ամեն ինչ նաեւ անում են, որպեսզի ապօրինի կերպով Բարգավաճ Հայաստանին դուրս մղեն այս ընտրական պայքարից եւ ընդհանրապես ազգային ժողով մտնելու իրավունքից, բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում, հետեւաբար շատ բնական էր, որ իրենք պետք է այսպիսի մի շոու բեմադրեն եւ հենց այսօր առավոտյան գային մեր բնակարան։ Իհարկե այս անգամ ժամը 7-ին չեկան, երևի ընտրությունները ամսի 7-ի անցել են, սիմվոլիզմը չէին պահել, մի քիչ ժամանակային տարբերություններ տրվել։ Կարող եմ ասել, որ ես մեր բնակարանում իրականացված այդ խուզարկություններ, քննչական գործողություններ ինչ էր, ես դա համարում եմ անօրինական, որովհետեւ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ լինելով, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով падգամավորության թեկնածու եմ, հետևաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պետք է հաղթահարված լիներ այդ թույլտվությունը մեր տանը խուզարկություն իրականացնելու, այդ թույլտվությունը ԿՀ-ի կողմից չկար, որովհետև ԿՀ-ն շատ ավելի լուրջ նկարչությամբ է զբաղված այս պահին ու այսպիսի հարակից բաներով իրեն չի կարողանում ծանրաբեռնել օրենքին հետևելու քայլերով։ Ինքներդ նաև առավոտյան տեսակ, թե ինչ տեղի ունեցավ, ձայնագրությունը կա, ես հասցրեցի մի փոքր միացնել լայվը, իհարկե իրենք չէին թույլ տալիս, որպեսզի նկարահանումը իրականացնեմ, վերջում ստիպված անջատեցի, որ գոնե այն ինչ կարողացել էի արձանագրեի, դա առնվազն հասցնեի հրապարակել, որովհետև հետո հեռախոսը ինձանից արգրավեց։ Թևանյանի գործով էր, չէ՞, Ես ստորագրություն եմ տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, հետևաբար կաշկանդված եմ շատ բան ասելու, կարող եմ ասել ձեզ հայտնի գործի շրջանակներում, բոլորին պարզ է, թե ինչ գործի շրջանակներում քննչական կոմիտեն տեղեկացրել է։ Եվ այո, մանավանդ որ քննչական կոմիտեն հայտարարությամբ հանդես եկել է եւ նաեւ կարող եմ ասել, որ ես այս պահին առնվազն մեղադրել կարգավիճակ չունեմ։ Սահմանափակվենք այսքանով, այդ տեղեկություն ես չեմ կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ սա ակնհայտ քաղաքական